Հունիսի 7-ին քաղաքացին իր վստահության քվեով հաստատեց, որ թվերն ու ցուցանիշները իրական են, որ իրենց վճարած հարկերի դիմաց ստացել են որակյալ ծառայություններ, ֆինանսների նախարարի համոզմունքն է։ Բյուջեի կատարման հաջողությունը չի կարելի գնահատել միայն նրանով, թե որքան գումար է հավաքագրվել կամ ծախսվել։ Կարևոր է ևս մեկ անգամ արձանագրել նպատակները, որոնք են տնտեսական աճի խթանումը, զբաղվածության բարձրացումը, աղքատության եւ անհավասարության նվազեցումը, ֆինանսական կայունության ապահովումը եւ պատասխանատու կերպով հանրային ռեսուրսների կառավարումը։ Առաջընթացը նշանակալի է, ընդգծեց գլխավոր ֆինանսիստը։ 2025-ին 7,1% տնտեսական աճ, 5 տարում 7,9%, նույն ժամանակահատվածում մեկ շնչին ընկնող հնայի կրկնապատկում։ Կապիտալ ծախսերի աճին զուգահեռ ոչ միայն չի աճել ընթացիկ ծախսերի մասնաբաժինը, այլ հակառակը նվազել է 2021 թվականի 25.9% մակարդակից հասնելով 23%-ի։ Սա նշանակում է, որ մենք ավելի շատ ենք սկսել ներդրումներն ուղղել ապագային եւ ավելի քիչ ենք սպառում ներկայիս կարիքների համար։ Ծառայությունների ոլորտի զուտ արտահանման ցուցանիշների բարելավում, դեֆիցիտի պահպանում նույն մակարդակում եւ որ ամենակարևորն է պարտքի նվազեցում, հնայի 60,2%-ից հասցնելով 47,2%-ի։ Ուրախ եմ, որ պարտքի վերաբերյալ պսևդո վերլուծաբանների եւ դեղին մամուլի ահաբեկումները այլևս մեր հասարակության կողմից մեծ արձագանքի չեն արժանանում։ Պարտքի կառավարելիության հարցը այլևս քննարկման թեմա չէ, որովհետև ակնհայտ է, որ պարտքը կառավարվում է զգուշորեն, մեր հնա աճի տեմպերը գերազանցում են պարտքի աճի տեմպերին, ինչը նշանակում է նաև, որ պարտքով ստեղծվող երկարաժամկետ ակտիվների մեջ ներդրումն արդարացված է։ Տիգրան Խաչատրյանն իր ելույթում կանգ առավ 3 հիմնական ուղղությունների վրա՝ կապիտալ ներդրումների ծավալ, Ղարաբաղից տեղահանվածների տնտեսական ու սոցիալական ինտեգրման միջավայրի բարելավման ուղղված աշխատանքներ եւ արդյունավետ հանրային կառավարման ուղղությամբ իրականացված գործընթացներ։ 702,5 միլիարդ դրամի կապիտալ ծախսերը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում են 26%-ով, իսկ 2018-ին 4,36 անգամ։ 300 դպրոց, 500 մանկապարտեզի կառուցման ու վերանորոգման ծրագրերի համար ծախսվել է 119 միլիարդ դրամ։ Այն ներառում է նաև սուբվենցիոն ծրագրերով կատարված աշխատանքները եւ գրեթե 2,3 անգամ գերազանցում 2024-ի, 25 անգամ 2018-ի ցուցանիշը։ 300 դպրոց ծրագրով 2021-26 թվականների ընթացքում իրականացվել են 374 հանրակրթական հաստատությունների կառուցման եւ նորոգման աշխատանքներ։ Ավել 74 հանրակրթական հաստատությունների կառուցումը մեր դպրոցաշինական ծրագրի այն մասն է, որով մեկնարկել ենք կառավարության հաջորդ 300 դպրոցների կառուցման ծրագիրը։ 504 կիլոմետր ընդհանուր երկարության ճանապարհ, 10 կամուրջ եւ 2 տրանսպորտային հանգույց։ Էական աշխատանքներ են կատարվել նաեւ ճանապարհաշինական եւ ջրային ենթակառուցվածքների բարելավման համակարգերում։ Հաջողությամբ ավարտին են հասցվել Վեդիի ջրամբարի եւ օժանդակ կառուցվածքների կառուցման աշխատանքները եւ մեկնարկել է ջրալցման գործընթացը։ Ջրամբարի լցվածությունը մինչեւ ամսվա վերջ նախատեսվում է հասցնել 12 միլիոն խորանարդ մետրի, որը ջրամբարի հզորության 40%-ն է։ Ուզում եմ նաեւ բարձրաբանել, որ շահագործման մեկնարկը փուլային գործընթաց է, այն տեղի ունեն մասնիճանական կարգով, որովհետև այդ ինժեներական կառուցվածքը պետք է հասնի իր կայունացման նախագծով նախատեսված ցուցանիշներին։ Ջրամբարի շահագործման արդյունքում հնարավոր կլինի մեխանիկական ոռոգումից անցում կատարել ինքնահոս համակարգին, ապահովելով ավելի քան 3,2 հեկտար հողերի հուսալի ոռոգում, ոռոգման նոր տեխնոլոգիաների կիրառության հնարավորությամբ, իսկ այդ սպասարկման տարածքի ոռոգման համակարգի ենթակառուցվածքներում ջրի կորուստները կնվազեն առնվազն 20-25%-ով։ Անահիտ Ավանեսյանը ելույթը սկսեց հարցադրմամբ, իսկ ուր է ընդդիմությունը։ Այն ընդդիմությունը, որ այս 5 տարիներին տարածեց ապակտեղեկատվություն, չեկավ բյուջեների քննարկմանը, մեծ հարցեր չուղեց եւ ընդհանրապես զբաղվեց միայն կեղծիկ ապատեղեկատվություն եւ վատ տրամադրություն տարածելով։ Հարց եմ ուղղում, ուր է մեր ընդդիմությունը։ Ապահովագրության վերաբերյալ օրական մի կարծիք հոդված ելույթ են ունենում, որ սպառված է, վերջացած է, քանդված է
ժողովուրդ ջան, եւ ստիպում են մեր քաղաքացիներին անընդհատ նյարդային ջղաձուկումների մեջ լինել։ Իսկ 2025-ը եղել է առողջության համընդհանուր ապահովագրության համար նախապատրաստական ամենակարևոր տարին, երբ սկսեցին ընդլայնել կարողությունները, շարունակվեցին ու ներդրվեցին չարորակ սրտանոթային հիվանդությունների բուժման, կանխարգելման, շաքարային դիաբետի կառավարման ծրագրերը։ Դրանք իրենց էական ազդեցությունը ունեցան։ Իրականություն են թե ապատեղեկատվություն պնդումները, թե իբր պետական բյուջեի միջոցները սպառվել են եւ ընտրություններից հետո ապահովագրության ծրագիրը չի շարունակվելու, հարցրեց Զարուհի Բաթոյանը։ Ապահովագրությունն անշրջելի իրողություն է, շեշտեց Ավանեսյանը։ Չնայած պահպանվող մարտահրավերներին եւ անորոշություններին, 2025-ին հնարավոր է եղել ապահովել մակրոտնտեսական կայունությունը Հայաստանում, եզրակացություն ներկայացրեց Կենտրոնական բանկի նախագահը, իսկ падգամավորներին հետաքրքրում էր, արդյոք դրամի արժևորման վրա ազդեցություն ունեցան Հայաստան եկող գումարները եւ ինչպիսին են Կենտրոնական բանկի կանխատեսումները դրամի փոխարժեքի վերաբերյալ, հաշվի առնելով նաեւ Ռուսաստանի կողմից սահմանափակումների կիրառումը։ Մեր մոտ ազատ լողացող փոխարժեք կա ու ամեն ինչը կախված կլինի այն ֆինանսական հոսքերից, որը մենք կդիտարկենք։ Եթե մեր արտահանումը նվազի էականորեն, իսկ ներմուծումը շարունակի մնա այն տիրույթում, որ այսօր ունենք, բնականաբար այդտեղ կարող են տեղի ունենալ ու չկոմպենսացվի ֆինանսական հոսքերով, մենք կարող ենք տեսնել որոշակի երևույթներ, բայց նաև կա այլ սցենարներ, բազում այլ սցենարներ, որի ներքո ես հիմա կդժվարանամ ասել, թե փոխարժեքը որ ուղղությամբ կշարժվի։ Անդրանիկ Քոչարյանն էլ ներկայացրեց հանձնաժողովների համատեղ փակ նիստում քննարկված հարցերը։ Շքերթի ընթացքում ցույց տրվեց, թե բյուջետային ծախսերը, սպառազինության, նոր սպառազինության, բանակի կերպարանափոխման, համազգեստ, մեջի մարդ, կրթություն, աշխատավարձ, այդ ամբողջը միասին մի հատ առավոտյան մեզ բոլորիս հպարտության մի զգացումով լցրեց եւ դա պարտադիր երեխաներից սկսած մինչեւ ընտանիք ծնողներ ուրախանում են, որտեղ դա արդեն խաղաղության ձեռքբերում է, իսկ 25 թվականը, քանի որ վերջին հաշվետվությունն է բյուջեի, որտեղ արդեն հաջորդ պարլամենտը կունենա այլ բյուջե, որը կտարբերվի այս բյուջեից եւ կունենա ավելի նոր նպատակներ, առաջ խաղացման նպատակներ եւ այդպես շարունակ։ Ոչ պակաս կարևոր են եղել ռազմարտությունաբերության ոլորտի ձեռքբերումները տեղական արտադրանքի ցուցադրություններով, շեշտեց Քոչարյանը։ Խոսեց նաև ազգային անվտանգության ծառայության եւ մյուս իրավապահների արդեն նախընտրական շրջանում կատարած աշխատանքի մասին, որը կանխեց մի մեքենայի գոյություն, որի մասին մենք մոռացել ենք։ Իշխանությունները նախկինում դա ձևավորել էին եւ մեզ թվում էր 18-ին մենք ստեղծում ենք արդար ընտրությունների օրենսդրական հիմք եւ նպատակ եւ մեկ էլ պարզվեց դա նորից հիշեցին, նորից իրենց բլոկնոտներով հայտնվեցին հարյուրապետերը, հազարապետերը, դրանք կոչվում են տասովշիկներ։ Իրավապահ համակարգի շնորհիվ հնարավոր եղավ կանխել նրանց գործողությունները, ամփոփեց Քոչարյանը, իսկ քաղաքացին խորհրդարանի ընտրություններում քվեարկեց կառավարող ուժի օգտին, որը անվտանգային միջոցառումներ է իրականացրել։ Վարդուհի Արզումանյան, Հովհաննես Քյոսեյան, լուրեր։